այսօր ես խոսելու եմ հենց Աստծո կամքի համաձայն ընտանիք, Աստվածաշնչից խոսքեր, ամեն, որ Աստծո ուսածը որն է, սիրելիս, որ մենք ընտանիքը մեր կազմենք ընտանիք, եւ եթե ունենք ընտանիք, երբ որ ունենք ընտանիք, պահենք մեր ընտանիքը։ Ինչպես Եդեմական պարտեզը, երբ որ Ադամը պետք է պահեր, մենք նույնպես պետք է սիրենք ու պահենք մեր ընտանիքը։ Դες սիրիր քո ընտանիքը, պահպանիր քո ընտանիքը, դա Աստծուց է սիրելիներս։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ու միանգամից կգնանք Ծննդոց 2-րդ գլուխ, երբ որ խոսում ես ընտանիքից, չես կարող ուղղակի շանդրադառնալ, չմտնես այնտեղ, որտեղ որ Աստված ստեղծեց ու արարեց ընտանիքը, ու այս թեման մենք կանցնենք որոշ բաներ կնայենք Ծննդոցից, հա։ Դեք հետաքրքիր մի բան, Աստված արարեց ամեն բան։ Երբ որ կարդում ենք առաջի գլուխը, խոսում է, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, հետո ամեն բան արարեց։ Կենդանական աշխարհը, բուսականությունը, ծովերը, բոլոր Աստված արարեց։ Բայց գիտեք, այդ բոլոր արարման մեջ մի բան պակաս էր։ Եվ Աստված ինչ արեց, մարդուն ստեղծեց։ Աստված Ադամին ստեղծեց։ Ամեն։ Եվ գիտեք, Ադամի համար, երբ որ Աստված ստեղծեց Ադամին, ինքը այդ ժամանակ էլ տեսավ, որ ինչ որ բան պակաս է։ Ադամը կա, բայց Ադամի համար ինչ որ մեկը չկա։ Ադամի համար չկար մի բան, որ լրացներ Ադամի ամբողջականությունը, լրացներ իր կյանքը։ Եկեք ուղղակի ասենց մի բան մտնենք թե մտքովի, թե հոգով մտնենք մի հատ Եդեմական պարտեզ նայենք Ադամին, հա, Ծննդոց 2-րդ գլուխ 18 խոսքից եմ կարդալու, եւ Եհովան Աստվածը շինեց հողի բոլոր մարդիկ, չկներեք, ես կարդում եմ 18 խոսքից, եւ Եհովա Աստվածը ասեց. լավ չէ, որ մարդը մենակ լինի, նրա համար մի օգնական շինեն իրան հարմար։ Եվ Եհովա Աստվածը շինեց հողի բոլոր դաշտի կենդանիները, երկնքի բոլոր թռչունները, բերավ Ադամի մոտ, որ տեսնե, թե նա նրանց ինչ անուն կկոչե, եւ ամեն ինչ որ Ադամը շնչավոր կենդանի կոչեց, նա էլ նրա անուն է։ Դեք Աստված երբ որ ստեղծեց Ադամին, ինքը ասեց լավ չի։ Գիտեք ինչ լավ չի, որ Ադամը մենակ է։ Լավ չի, սիրելիս, երբ որ մարդը մենակ է։ Իհարկե տարբեր պատճառներով մարդիկ այսօր հայտնվում են միայնակության մեջ, բայց կարամ ասեմ, որ միայնակությունը, երբ որ մարդը այս կյանքում անցկացնում է, լավ չի։ Աստծո խոսքը ասում է, տեսավ Ադամին, ամեն բան արարել էր, Ադամի համար ուներ բոլոր հարմարությունները, բայց տեսավ, որ լավ չի։ Գիտեք, հետաքրքիր է մի բան, որ ասում է կենդանիներին էր, չէ, ստեղծեց, բերեց, եւ ինչ, որպեսզի Ադամը օգնական գտներ։ Մի ուրիշ բառերով ասած, Աստված ու Ադամը խառնվել էին իրար, որ Ադամի համար մեծ օգնական ճարեն։ Պատկերացնում ես, Աստված ինքը խառնվել էր։ Շատ հրաշալի բան է։ Բայց Եվ ասում է դրեց Ադամի դեմ ու Աստված ինչ արեց, անուն դրեց։ Մեկին չգիտեմ փիղ, մեկին կոկորդիլոս, Ադամը անուն դրեց կենդանիներին եւ խոսք ասում է, որ իրեն հարմար օգնական չգտնվեց։ Շարունակենք։ Եվ Եհովա Աստվածը խորքում բերեց Ադամի վրա եւ նա քնեց, նրա կողի ոսկորներից մեկ առավ եւ նրա տեղը միս լցվեց։ Եվ Եհովա Աստվածը այդ կողի ոսկորը, որ Ադամից վեր էր առել, մի քիչ շինեց նրան բերավ Ադամի մոտ։ Հետաքրքիր մի բան։ Խորքում բերեց Ադամի վրա։ Դեք մեկ-մեկ մտածում եմ, բայց խի քնացրեց էլի։ Կարար չէ Աստված դենց անել, որ չքնացներ Ադամին։ Չգիտեմ, իմ կարծիքն եմ ասում, երևի նրա համար է, որ Ադամը չտեսներ, թե այնտեղ Աստված ինչ անում։ Միգուցե այսօր մարդկությունը արդեն անցնեն կին սարքելու կներեք էլի, սենց, բայց գիտեք, Աստված քուն բերեց եւ ասում է կինը իր ոսկորից հանեց իր կողից հանեց մի ոսկոր եւ կին շինեց ու բերեց Ադամի մոտ։ Այսինքն Ադամից հեռու կին կնոջը սարքեց, բերեց Ադամի մոտ։ Դեք եբրայերենում կին ոսկորը թարգմանվում է գրվածա սյուն։ Հետաքրքիր է մի բան, որ հենց կողից հանեց, ու մենք շատ գրքեր ենք, չէ՞ կարդացել ընտանիքի հետ կախված, շատ հրաշալի գիրք է մեր Հովիվ Արտուր Սիմոնյանի գիրքը, մենք կարդացել ենք անգամ
շատ անգամ մասնակցել են կոնֆերանսներին, ու էլի գրքեր են կարդացել, հարուսներ են լսել, բայց տեսեք խոսք ասում է, որ կողի ոսկորից հանեց Ադամի, այսինքն միսիոն հանեց եւ այդ սյան վրա կառուցեց կնոջը։ Մի ուրիշ բառերով ասած Աստված մարդու միջից կնոջին հանեց ու այնտեղից հանեց որ սյունա։ Դա շատ ժամանակ երբ որ մարդը ինչ որ բան անում է ու կնոջը ընդհանրապես հաշվի չի առնում, կարող է թեքվի ինքը ինչ որ գիտեք երբ որ շենքից միացություն են հանում, ինչ որ բաներ է սկսում կատարվել։ Եվ խոսքը նրա մասին չի, որ բոլորին պետք է շարժվել կնոջ խոսքերով։ Հա մենք մարդը մի քիչ որ ծայրով բաներ են մտածում, բայց խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ սիրելով կանանց շատ բաներ կա, որ հաշվի են առնում։ Գիտեք, շատ բաներ կա, որ կանայք շատ ճիշտ խորհուրդներ են տալի։ Ու այն մարդը, որ ինքը հաշվի չի առնում իր կնոջը կամ կանանց, ովքեր ճշմարիտ, խելացի խորհուրդներ են տալի, խոսքեր են տալի, շատ ժամանակ անում է իր ցանկացածը, ինքը կարծես ինչ որ իր հետ խնդիր ա լինում։ Իմ բառերով ասած, թեքվում է։ Կամ նայում ես եկեղեցում շատ եղբայրներ կան, որ արդեն 30 տարեկան, 35, 40, 45 ու իրանք ման են գալի, լավ չեն։ Կողը բռնում են, ասում են լավ չեն։ Եղբայր ինչ եղե։ Չգիտեմ, սիրտս է լավ չեն։ Գիտեք, սիրտը չի։ Ուղղակի կողիդ մի ոսկորը չկա։ Փնտրիր, գտիր, ամուսնացիր, գցիր տեղը, լավ կլինի։ Այբ որ դու ասում ես լավ չի, դեք Աստված էլ էր Ադամին ասել է լավ չի։ Լավ չի, երբ որ Եվան չկար, լավ չէր։ Հենց Եվան եկավ տեղը, լրիվ ընկավ իր տեղը։ Տեսեք ինչ կատարվեց, երբ որ Եվային բերեցին Ադամի մոտ։ Շարունակեմ։ Եվ Եհովան Աստվածը կողի ոսկորից Ադամից վեր առել, մեկին շինեց, բերեց Ադամի մոտ։ Եվ 23 խոսքից Ադամը ասեց. «Սա հիմա մարմին է, իմ մարմնիցն է, ոսկորին ոսկրիցն է, եւ սրանք կկոչեն կին, որովհետեւ կթողնի հայրն ու մայրը եւ կհարի իր կնոջը, եւ նրանք մեկ կլինեն»։ Դեք Ադամը սկսեց մարգարյանալ, ցնցվել էր, ուրախացել էր։ Միջև այդ կենթանիներ կային, չէ՞, լիքը բաներ կային, բայց չկար, հարմար չկար։ Դեք խոսք ասում է Աստված ինչ արեց, ասեց նրան նման մի օգնական, մի Աստված չանեց երկու ոսկոր, հանեց մի ոսկոր։ Աստծո կամքը սիրելիս մի բան է, որ ամեն մարդ ընտրություն անի ճշմարիտ ձևով եւ ունենա մի կին։ Եվ դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ բերեց այդ խոսքի վրա, մենք կարդանք, որ Աստծո կամքը մարդը, երբ որ մենակ չլինի եւ ամուսնանա, ունենա մեկ կին։ Դրա համար Աստված Ադամի կողից մեկ ոսկոր հանեց եւ մեկ կին շինեց։ Մեկ կին։ Ինքը չինեց մի քանի կին, երկուսը չարեց, ինքը մեկ արեց։ Եվ ասեց իրեն հարմար։ Դեք մարդը երբ որ ընտրություն անում, սիրելի երիտասարդ, երբ որ դու ընտրություն ես անում, քո ընտրությունը պետք է լինի մեկ։ Ընտրություն մի արա եւ գիտես մտածիր, որ այսի թող մնա, բայց աշկդ գցես ուրիշ աղջիկի վրա։ Ոչ, Աստված տենց չի ուզում։ Աստված ուզում է, որ դու նախ ընտրություն անելիս չշտապես եւ ընտրությունը ճիշտ անես, ու երբ որ ընտրես, մեկին ընտրես։ Ոչ թե շատ կներեք բարիս համար զապասա, պահեստայիններ մի հավաքիր քեզ համար, որովհետեւ նման ձևով ընտանիք դու չես կառուցի։ Ընտանիքը չի կարա կառուցվի մի քանի կանանց կամ հակառակը մի քանի ամուսինների վրա։ Աստված օրհնեց հենց Եդեմից։ Հենց օրհնեց Եդեմից ծննդոց առաջի գլուխ ես կկարդամ 26 խոսքից, տեսեք ինչ ասում։ Եվ Աստված ասեց. մեր պատկերով, մեր նմանությամբ պես մարդ շինենք, իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների եւ անասունների վրա, բոլոր երկրի վրա, երկրի սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց, եւ Աստված օրհնեց նրանց եւ ասեց նրանց. աճեցեք, շատացրեք։ Դե հետաքրքիր է, որ Ադամին արարեց, գրված չի, որ Ադամին օրհնեց։ Աստված օրհնեց այն ժամանակ, երբ որ Եվային հանեց Ադամի միջից։ Աստված օրհնում է ամեն մի ամուսնությունը, սիրելիներ։ Ամեն։
Փառք Աստծուն, ու այս ամեն ինչը նրա համար է, որ մարդիկ ընտրություն անեն ու ընտանիք կառուցեն, ապրեն ընտանիքի կյանքով ու հասկանան ընտանիքի քաղցրությունը։ Հալելույա։ Եկ շատ ժամանակ մարդիկ վախենում են ամուսնանալ։ Եկ վախենում են ամուսնանալ, որովհետև շատերը գիտակցում են, որ կարա լինի դժվարություններ, հոգսեր, խնդիրներ։ Իհարկե կլինի, բայց երբ որ մարդը չի ամուսնանում, այդ միայնակությունը կարող է իրեն տանել ուրիշ բաների մեջ։ Որ կարող է տանել սխալ ցանկությունների մեջ, կարող է տանել ավելի վատ կյանքի մեջ։ Եվ Աստված ուզում է, որ ամեն մարդ ունենա իր ընտրությունը եւ ամեն մարդ ունենա իր ընտանիքը։ Ու չպետք է մարդը վախենա հոգսերից, խնդիրներից, որովհետեւ միշտ էլ դա լինելու է սիրելիս։ Եթե դու չամուսնանաս, մեկ այդ խնդիրները լինելու է։ Բայց երբ որ դու ամուսնանում ես, արդեն քո վրա գալիս է եւ քո կրնոջ վրա գալիս է օրհնությունը Աստծո, միաբանության օրհնությունը։ Այն ժամանակ, երբ որ ես նոր ամուսնացա, ընտրություն արեցի, ամուսնացա, դեպ իմ մեջ մի բան բացվեց, որ իմ օրհնությունը կրկնապատկվում է։ Կրկնապատկվում է, ու երբ որ ժամանակների մեջ մեր երեխաները ծնվեցին, մեկը, երկուսը, դեպ իմ մեջ մի բան էր բացվում, որ իմ օրհնությունները եռապատկվեց, իմ օրհնությունները քառապատկվեց, իմ օրհնությունները հինգապատկվեց։ Ամեն մեկը կարա լինի քո համար օրհնություն։ Ինչպես քո կինը կամ ամուսինը քեզ համար կարա լինի օրհնություն, նույնպես քո երեխաները կարան քեզ համար լինեն օրհնություն։ Դա համար ուզում Աստված, որ մենք ճշմարիտ աչքերով նայենք եւ գնահատենք մեր ընտանիքը, գնահատենք մեր երեխաներին։ Իսկ շատ ժամանակ գիտեք, երբ որ ամուսնանում են ու սպասում են մի, ասենք իրանց բալիկին, ու երբ որ իմանում են սեռը, հանգարց հայտնվում են ինչ-որ դեպրեսիաների մեջ։ Բայց ես տղա եմ ուզում։ Ինչի համար իմ կյանքում սենց եղավ։ Երբ որ արդեն ամեն բան արված է, մի սխալվիր, ուրիշ գործողությունների մի գնաս իրենիներս։ Ես մի բան եմ նկատել մեր Հայաստանում, երբ որ առաջնեկը աղջիկ է լինում կամ երկրորդ, երրորդը աղջիկ է լինում, դեպի շատ ժամանակ բան են անում, տխրում են, չեն էլ գնում կանանց հետևից հիվանդանոցում, խնդիրներ են ստեղծում։ Բայց երբ որ աղջիկը մեծանում են, սկսում են աղջիկին շատ սիրել։ Լսի, երբ որ ծնվում էր, այդ ժամանակ սիրեիր։ Ու նկատել եք, աղջիկները միշտ պապաների հետ են, տղաները մամաների հետ են։ Բայց գիտես, պետք է հենց ծնվելուց դու սիրես քո աղջկան։ Հարգելիս, երբ որ քո աղջիկը ծնվել է կամ ծնվում է, դու մի բան տես, որ ինքը երբ որ կմեծանա, երբ որ դուք ամուսնացնեք, երբ որ այդ զալում են հայր եւ որդու են պարը կպարեք, մի հատ էլ կլացես, հա? Դու դա տես, ոչ թե խի աղջիկ ծնվեց ու գնաս ընկերներիդ հետ հարբես ու ինչ-որ բաներ եւ կնոջդ անարգես։ Դեք Աստված չի ուզում, որ մենք անարգենք, Աստված չի ուզում, որ մենք նման ձևով մտածենք։ Եվ լինում է նաեւ հակառակը, տղաներ են ծնվում, հայրերը ուրախանում են, պապերը ուրախանում են, բայց տղաները մեծանում են ու նենց կյանքով են ապրում, որ ասում են ավելավ աղջիկ լինի։ Մենք մեր կյանքում, մեր շրջապատում ամեն ինչ տեսնում ենք, սիրել, ամեն ինչ, այն որ ասում է հանդիպում է ամեն մեկը։ Բայց եկեք մենք ընտանիքը, երեխաները, ամեն բան ճիշտ աչքերով նայենք, որպեսզի օրհնությունը գա մեր կյանքում։ Ամեն, օրհնությունը գա սիրելիներս։ Խոսելով ընտրության մասին երիտասարդների, եթե անգամ տարեցների, մարդիկ, որոնք ամուսնացած չեն, գիտեք, ամեն ժամանակ է, որ Աստված ուզում է, որ մարդը մենակ չլինի։ Բացենք երկոց, ես կկարդամ հիմա երկոց Աստվածաշնչից երկոց գիրքը։ Երկոց երկրորդ գլուխ առաջի եւ երկրորդ խոսքերը կկարդամ։ Ինչպես Շուշան է փշերի մեջ
նույնպես իմ ընկերուհին աղջիկերանց մեջ, ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանը տղերանց մեջ, նրա հովանին հավանեցի եւ նստեցի եւ նրա պտուղը քաղցրեց իմ քինքին։ Գիտեք, ընտրությունը, երբ որ մարդը անում է, այսօր երիտասարդները, երբ որ անում են ընտրություն, պետք է իրանք մի բան գիտակցեն, որ իրանց համար, իրանց ընկերուհին դա միակն է լինելու։ Դա մի հատիկն է, դա այնն է, երբ որ իրանք, չգիտեմ, երազել են, ու իրանք ուզում են իրենց կյանքը կապեն ու ամուսնանան։ Բայց ցավոք մենք շատ մեր շրջապատում շատ տեսնում ենք ու լսում ենք ու առնչվում ենք մարդկանց, ովքեր որ ընտրությունը անում են, անգամ չեն էլ հասնում այնրան, որ պետք է ամուսնանան, նշանված ժամանակում շատ ժամանակ բաժանվում են, կամ ամուսնանում են, ինչ որ մի ժամանակ հետո, մի քանի ամիս հետո, մի տարի հետո բաժանվում են։ Դեք իրավիճակները տարբեր է, սիրելիներս, բայց ինչի համար այդ խնդիրը։ Ու ասեմ ավելին, երբեմն ամուսինները անցնում են ինչ որ դժվարություններ, 5 տարի, 10 տարի ստեղծում են, 20 տարի, ու գիտես, հանգարց գալիս է մի ժամանակ, իրանք բաժանվում են։ Դեք սա ցավ է, իրականում ցավ է, ու դա նաև Աստծո սրտին էլ է ցավ։ Աստծո կամքը չի, որ ընտանիքները բաժանվեն։ Բայց մի օր, երբ որ մտածում էի սրա վրա, ու մի բան բացվեց, մի արմատական, մի խորքային մի բան բացվեց։ Դեք հետաքրքիրը որն է, ինչի համար են բաժանվում, որն է արմատներից մեկն եմ ասում։ Կան պատճառներ, բայց պատճառներից մեկն եմ ասում, սիրելիս։ Շատ անգամ ինչ որ, ասենք, ամուսինը կամ կինը տարբերություն չկա, իր աչքին ինչ որ մեկը սկսում է ավելի լավ թվալ։ Սկսում է բարձրանալ։ Չգիտեմ, հարևանի կինը կնի, հարևանի ամուսինը կնի, ինչ որ մի տեղից, ինչ որ մեկը իր մեքենան, ամուսնու մեքենան դավը չի, ինչ որ մեկի մեքենան գելիկա, ռենջա, կամ հարուստ չեն, մեկի ամուսինը հարուստ է, գիտեք, սկսում է համեմատություններ ու գալիս է անարգանք։ Ես շեշտում եմ, դա երկու սեռի մեջ այդ գործողությունները լինում է։ Ու շատ դեպքում, երբ որ ընտանիքները բաժանվում են, գիտեք, ասեմ ձեզ որտեղից, երբ որ ուշադրությունը քո կեսից գնում է ուրիշի վրա։ Երբ որ ինչ որ մեկը, ինչ որ մի աղջիկ կամ ինչ որ մի կին սկսում է քո աչքին շատ լավ երևալ։ Ու գիտեք ինչա տեղի ունենում դիրքային փոփոխություն։ Դիրքային փոփոխություն։ Քո կինը կամ քո սիրած անձնավորությունը իջնում է ու այդ մեկը շատ է բարձրանում։ Տեղից սկսում է լարվածություն, վիճաբանություն, անարգանք ու այդ ամեն ինչը տանում է դեպի բաժանության։ Շատ անգամ ֆիլմերից են մարդիկ նայում են սերիալների մեջ կամ ինչ որ բաների մեջ, երբ որ դուրս են գալիս սերիալներից, տեսնում են, որ իրենց խոհանոցը հին է, տեսնում են իրենց մեքենան հին է, համեմատվում են, չգիտեմ, ինչ որ մեկի հետ։ Սիրելիներս, այդպեսի բաներ մի արեք։ Միաբանվեք ու ստեղծեք ձերը։ Աստված ուզում է, որ դու քոնը ստեղծես, քո ընտանիքը ստեղծես, քո ունեցվածքը ստեղծես եւ սիրեք իրար, մեկը մեկի բարձրացեք։ Ամեն։ Ասում են ինչպես Շուշանը շերի մեջ, այնպես է իմ ընկերուհին բոլոր աղջիկների մեջ։ Սա պետք է լինի տղաների համար մի հատ մեծ, ասենց ասեմ, չափանիշ, մի հատ կյանք։ Միշտ էլ լինելու է մեկը, որ ավելի միգուցե գեղեցիկ երևա։ Բա քո ընտրությունը ո՞րն է, բա ես ընտրել։ Ամուսնանալուց առաջ լավ մտածել։ Լավ անգամ պայտակ մի քիչ երիտասարդ ենք եղել կամ ինչ որ ընտրություն արել ես։ Բայց դու կարաս քո ընտրությունը, քո ամուսնությունը ծաղկացնես։ Քո ամուսնությունը ծաղկացնես, ընտանիքդ կառուցես, սիրելիս։ Փորձիր ամուսնուդ հետ շփվես ավելի մոտիկից, վերաբերմունքներ ցույց տաք մեկը մեկին, նվերներ անեք, անակնկալներ անեք, գիտեք, ստեղծեք պահերը, ստեղծեք առիթները, որպեսզի ձեր ընտանիքը կառուցեք։ Եթե վիճաբանություններ կա, եթե խռովություն կա, փորձեք հաշտեցնել, որ չգնաք հասնեք այդ գիծը, չանցնեք, չբաժանվեք։ Որովհետև սիրելիներս բաժանությունը տանում է հենց այդ միայնակության։ Բայց Աստված ասեց, չէ, լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Լավ չէ։ Ինչու համար անենք ու
ցավը այնա որ այսօր Հայաստանում մեր երկրում ենք տեսնում ենք շատ մարդիկ կան մեր շրջապատում ես ինքս ունեմ շատ հարազատ շատ մոտիկ կլինի բարեկամ հարևան մեր քույրերից շատ մարդիկ կան որ մենք իրենց շատ սիրում հարգում ենք բայց ինչ որ պատճառներով իրանք արդեն հայտնվել են այդ կյանքում դեք միայնակության պատճառները նայելով ես որոշակի բաներ եմ վերցրել ուզում եմ ուղղակի մի փոքր խոսենք դրա մասին Աստված ասեց լավ չէ որ մարդը մենակ լինի բայց քանի որ կյանքում մենք ունեցել ենք ինչ որ իրավիճակներ մեր կյանքում ինչ որ բաներով անցնելով շատ դեպքում գիտեք լինում է մարդու ընտրությունից մարդն է ընտրում ու ինքը հայտնվում է նման իրավիճակի մեջ բայց որն Աստծո կամքը սիրելիներս երբ որ մենք թեկուզ մեր շատ կներեք մեր խելքից է եղել երիտասարդ ենք եղել կան ինչ որ պատճառներ է եղել եւ Աստված ինչ է ուզում որ մենք անենք կամ շատ դեպքերում կան որ դժբախտ պատահարներ ա լինում պատերազմներ ա լինում մենք անցանք պատերազմներով ու անգամ ավտովթարներ մեր շրջապատում շատ մարդիկ ենք տեսնում լսում որ ուղղակի դժբախտացել են իհարկե պատճառները տարբեր է սիրելիներս ու ես խոսում եի մեր քույրերից մեկի հետ դեք ինքը միայնակ ունի երկու երեխա արդեն իր երեխաները մեծացրել են ինքը եկեղեցու մեջ հավատքի մեջ ինքը ավակ ծառայող է ու երբ որ խոսում էի միջև գալը ինքը գիտեք մի բան ասեց միայնակությունը ինքը պատճառ է դարձել որ ես Աստծուն ավելի շատ նվիրվեմ Սիրելիներս եթե դու քեզ միայնակ ես զգում շատ կարևոր է մի բան որ դու քեզ լքված չզգաս նախ ասեմ քեզ որ դու էլի մենակ չես գիտեք որտեղ Աստված է քո հետ որտեղ Հիսուսը քո հետ է ասա ես միայնակ չեմ ամեն գիտեք այդ միայնակության զգացումը ծանր բերը սատանան բերում է իր գույներով ու ինքը գիտեք ինչ է անում ուզում է ծանրացնի մեր կյանքը ու միայնակությունը տանում է մարդկանց թմրադեղերի մեջ խմիչքների մեջ ես ինքս գիտեմ նման մարդկանց ու կանանց ցավը նրանում է որ կանանց շատը հենց կանայք են Էլ եմ ասում պատճառները տարբեր է սիրելիս բայց դու պետք է ուղղակի գաս Տիրոջ առաջ որ Աստված ինքը բերի քո մեջ եւ մխիթարություն եւ զորակցություն եւ դու տեսնես որ դու մենակ չես թող միայնակության զգացումը լքվածությունը թող քեզ չվերցնի ու ճնշի դու ուրիշ բան ասեմ ունես եկեղեցի ունես Տեր Հիսուս Քրիստոս ու դու կարող ես եկեղեցում լինել կարող ես քեզ մոտիկների հետ լինել բայց առաջին ասեմ քեզ դու ունես Հիսուս Քրիստոս դու ունես Աստված ամեն ու ինքն է քեզ հետ միջև քո կյանքի վերջը իհարկե տարբերակ շատ ժամանակ լինում են երբ որ մարդիկ հաղթահարում են միայնակությունը նորից են ամուսնանում ու խոսքերը շատ են չեմ ուզում բացեմ այդ խոսքերը կարդամ ժամանակն էլ չի երիկի բայց ասեմ ձեզ մարդը կարա ամուսնանա թե տղամարդ երկրորդ անգամ այն ժամանակ երբ որ ինչ որ պատճառներով ամուսինները չկան մահացել են դու ունես ազատ ընտրության իրավունք դու կարող ես ամուսնանալ եթե անգամ դժբախտ պատահարներ կամ ինչ որ կներեք sense ասեմ եթե անգամ շատ ժամանակ մեր խելքից է եղել քո որոշումներից է եղել ու դու մտածում ես ամուսնանաս թե չամուսնանաս դու պետք է ուղղակի հասկանաս ինչի մեջ ես ու ավելի շատ նվիրվես Տիրոջը Նաև Աստծո խոսքը ասում է եթե պետքա ցանկությունների մեջ վարվել ավելավ է ամուսնանալ բայց պետք է ամուսնությունը լինի օրինական Տիրոջով եւ չպետք է լինի գայթակղությունով Եթե կա իրավիճակ ամուսինների մեջ, որ իրանք բաժանված են, բայց դեռ գնում գալիս են, բայց ինչ որ խնդիրներ կա, խոսքն էլ ասում, որ լավ կլինի հաշտվեն։ Առաջի Կորինթացիների 7-րդ գլխում խոսում է դրա մասին, ընտանեկան փոխհարաբերությունների մասին, ամեն, ամորիներին եւ որբևարին խորհուրդ է տալի ամուսնանալ, ինչի համար, որ Տեր ասել է, որ լավ չի մենակ մնաս, ամուսնացի սիրելիս, բայց ամեն բան արա օրինական ձևով եւ Աստծո ճանապարհներով, ամեն բան արա այնպես, որ Աստված օրհնի եկեղեցում օրհնություն վերցնես, դներեք, եկեղեցում օրհնություն վերցնես, Տերը օրհնի այդ ամուսնությունը, հալելույա։ Գիտեք, լավ չի միայնակության զգացումը ու գիտեք, այսպես մի սահմանում եմ դրել
մեկուսացնելով քեզ լինելով միայնակ, դա ճիշտ որոշում չի։ Հիշի, երբ որ դու միայնակ ես, ինչ որ կյանքի, ինչ որ ապրումներից, չգիտեմ, ինչ որ իրավիճակներից ելնելով, բայց հիշիր, որ դա ճիշտ որոշում չի, երբ որ դու քեզ մեկուսացնում ես, որտեղ մեկուսացման մեջ կա վտանգ։ Կա վտանգ։ Ինքը կարող բերի տարբեր զգացողություններ միջև անգամ ինքնասպանության։ Ես նորից եմ ասում, շատ կանանց հետ եմ շփվել, ինձ շատ մոտիկ հարազատ մարդիկ կան հաղթահարել են, մարդիկ կան իրանք շատ ուժեղ ծառայում են հիմա, իրանք երեխաները մեծ են, մարդիկ կան իրանք դեռ պայքարի մեջ են, հալելույա, բայց հիշի, որ դա քո ճիշտ որոշում չի, մի մնա մենակ, եւ տեսեք, եւ միայնակությունը մի ուրիշ բան ասեմ, դա քո վերջը չի, այբ որ շատ ժամանակ գալիս է այդ մտքերը ու գիտես, սա վերջ, սա իմ վերջն է, ոչ, քո վերջը չի, Աստված չի ասում, որ ամեն բան վերջացել է, կարող է ամեն բան սկսվի, ամեն, ուղղակի խոսելով ընտանիքի մասին չկարողացա այդ միայնակությանը շրջանցել, որտեղ մենք այսօր տեսնում ենք մեր շրջապատում շատ մարդիկ ու կարդալով մեր հոգևոր գրքերը ընտանիք թեմաներից լսելով շատ քարոզներ, անկեղծ ասած մտածում էի, Տեր, աղոթում էի, ես մի շաբաթ ինչ խոսեմ, որտեղ ոնց խոսում ես, կամ ես մի գրքից է, կամ ես մի քարոզից է, ու ես մի բան հասկացա, որ այն ինչ որ Աստված ինձ սովորացրել է, արդեն 24 տարվա մենք ամուսիններ ենք։ Ու գիտեք, բաներ կան, որ Աստված ինձ սովորացրել է հենց իմ ընտանիքը կառուցելու ժամանակ։ Մեր ընտանեկան փոխհարաբերությունների մեջ Հալելույա։ Միայնակության մասին խոսելով մի բան էլ կարող կուզենամ ասեմ, սիրելիս, շատ կարևոր։ Դեք մարդիկ կան, ովքեր ամուսնացած են, բայց իրենք էլ նույնպես գտնվում են միայնակ վիճակում։ Ես ասեմ տարբեր է իրավիճակները։ Ինչից է գալի միայնակության զգացմունքը, զգացողությունը, անուշադրությունից կարա գա, ինչ որ խնդիրներից, կար ընտանիքում շատ լուրջ խանդի վեճ սկսվի, դեք կախանդ նորմալ է, երբ որ տեսնում է իր կողակիցը, շփվում է մեկի հետ, ու դա իր դուրը չի գալիս։ Ու շատ խորից են շփվում, իհարկե բաներ կա Աստված ուզում է, որ դու ճիշտ անես, ճիշտ վերաբերվես, ճիշտ վարվես, եւ այդ խանդի չափը նորմալ է ժողովուրդ, բայց կախանդ, որ տառապում է մարդը, տանջում է։ Խանդը դա նմանց կարծես հիվանդություն լինի, երբ որ անընդհատ գնաց, ինչ արեց, զանգեց, տեսա, խոսեց, ինչ խոսեց։ Գիտեք, ոնց է նման լինի մի հատ վիրուսի։ Ու ասեմ քեզ մի բան, եթե դու շատ ես խանդում ու քեզ տանջում է, ասեմ քեզ այդ քո տանջվելով, խանդով դու ոչ մի հարց չես լուծի։ Երբ որ մարդու մտքին մի բան տեղ լինի, ինքը կարանեն սասկի, կարանեն սանի։ Խանդ ավելի շատ անվստահություն է, բայց ինչպես անես, դու պետք է առաջինը ազատվիր քո այդ բռնված խանդից, աղոթիր Աստծուն, ազատվիր այդ մտքերից, իհարկե դա նաև պայքար է քո մեջ, ուզում ես քո պատասխան ունենաս, դու չես կարող ասենց մոռանաս ու գնաս, ոչ, բայց երբ որ դու աղոթում ես ու տալիս ես Աստծուն, Աստված ամեն բան բերում է, ամեն, իսկ Աստված ուզում է այնպես անենք, սիրելիներս, որ առաջինը մենք եթե հանգարց փորձում ենք խանդի առիթը տանք, կլինես կին թե ամուսին, ուրեմն զգուշացիր, քո վրա մի հատ աշխատիր, կենտրոնացիր, որտեղ մարդ ենք կարանք ամեն մեկս ինչ որ մի բան անենք։ Դեք ոչ թե դիդավորել, ուղղակի ինչ որ մեկից շատ մոտիկ լինես։ Ու հանգարց ամուսինդ խանդի։ Կարամ ասեմ, նորմալ է։ Նորմալ չլինի այն դեպքում, երբ որ բաներ կա ճիշտ չանենք։ Ամեն։ Գիտեք, ամուսնացած լինելով մարդիկ գտնվում են միայնակության մեջ եւ սա մեջ կուզենամ մի բան էլ բացեմ սիրելիներս։ Ես բաներ կա իմ կյանքում անցել եմ, տեսել եմ։ Գիտեք, շատ ժամանակ ու նաեւ շատ մոտիկ մարդիկ ունեն, որ իրանց կյանքից այդ բաներ կա սովորել են։ Երբ որ ծնողներից մեկի ուշադրությունը ավելի շատ գնում է իր երեխաների վրա, քան թե իր կեսի։ Ես չեմ խոսում նրա մասին, որ մենք ուշադիր չպետք է լինենք երեխաների հանդեպ։ Բայց երբ որ հայրը
օրինակ իր ուշադրությունը վերցնում է ու իր երեխաների վրա ավելի շատ իր ներդրումները երեխաների վրա, իր աղջկա վրա, իր տղու վրա ու կնոջը անտեսնում է, երկար ժամանակ նման process-ը կարա կնոջ մեջ բերի մերժվածություն, կարա, չգիտեմ, բերի ինքը անտեսված զգա, եթե դա խորքային է, կամ հակառակը, երբ որ կինը նման ձևով վարվում, դեք ամուսինը շատ ժամանակ իրան մենակ ասում, դա փաստ է, դա կա այսօր մեր ընտանիքներում, մեր կյանքերում դա կա, միևնույնն է, ինչքան էլ քո երեխան կամ երեխաները լավ լինեն, քո կեսը քեզ համար պետք է լինի, քո կյանքի մի մասը, մենք գիտենք Հիսուսն է կյանքը, բայց գիտեք, այս կյանքում դու կարիք ունես, որ քո կողակիցը կլինի ամուսինը թե կինը, պետք է լինեք շատ ավելի մտերմիկ, շատ ջերմ ու միաբան, թող ոչ մի երեխա, թող ոչ մեկը չփորձի մտնել, թույլ մի տվեք մտնել ձեր մտերմության մեջ, դա կարա խանգարի, դա կարա պրոբլեմ ստեղծի հետագայի համար, հնարավոր է սիրնես ընտանիքի մեջ այդ պահերը լինի, իհարկե գալիս է մի ժամանակ, երբ որ երեխաներից մեկը խնդիր ունենում, կարող առողջական լինի կամ ինչ-որ նյութական լինի ու մոր ուշադրությունը, մայրիկի ուշադրությունը շատ լինի, խոսքը դրա մասին չի, կամ պապայի ուշադրությունը շատ լինի ու անգամ շաբաթներով հայրը կամ մայրը զբաղվի դրանով ու հայրը մտածի, ես ինքին ինձ անտեսել է, խոսքը դրա մասին չի, նամանավանդ երբ որ երեխաները մեծանում են, ամեն մեկը իր կյանք, իր ճանապարհ, իր ընտրությունը անելու է, բայց շատ կարևոր է, որ ամուսինները միջև վերջ իրար պահեն ու միջև վերջ այդպես մնան, ամեն, փառք Աստծուն, նաև պատճառներ կարա լինի այնպես, որ ամուսնանում են, տանում են տուն, տղամարդիկ ու ավելի շատ իրանց ուշադրությունը, իրանց մեծ ընտանիքի հայրը, մայրը, եղբայրը, քույրը, կարծես կինը անտեսված լինի, դա էլ է խնդիր լինում, նորից եմ ասում, Ժորժ ջան, խոսքը նրա մասին չի, որ ամուսնացա կնոջս տարածում, դե հերջան, մերջան, ոնց ուզում եք ապրեք, նամանավանդ եթե իրանք տարիքով մեծ են, խոսքը դրա մասին չի, Աստվածաշունչը ասում է, որ նայեք պատվեք ձեր հորն ու մորը, նաև ասում է, որ հնազանդվեք, երեխաները ասում է հնազանդվեք ձեր ծնողներին, Աստված ուզում է, որ այդ ընտանեկան փոխհարաբերությունները ճիշտ լինեն, ծնողների մեջ եւ զավակների մեջ, ամեն, բայց երբ որ ամբողջ ուշադրությունը, ես գիտեմ, կան որոշակի ընտանիքներ, կին են տարել, բայց իրենց կինը անտեսված կարծես լինի, իրանց ամբողջ ծախսերը, ամբողջ ուշադրությունը, ամբողջ այն որ ասում ուշք ու միտքը ծնողներն է, իրանց շրջապատն է, իրանց ընկերներն են, իր կինը, իր տանը կարա իրան միայնակ զգա։ Ես խոսում եմ դեռ միայնակության զգացողությունների մասին, ու պատճառները տարբեր են սիրելիներս, բայց Աստված ուզում է, որ մենք ուշադրություն դարձնենք, մի հատ մտնենք մեր ընտանիքի մեջ հասկանանք, մեր ընտանիքը որտեղ է հասել։ Չլինի այնպես, որ բաժանվի։ Եթե անգամ կանգնած է բաժանման եզրին, թույլ մի տուր սիրելիս, թույլ մի տուր, ուշադրությունը դարձրու կնոջդ վրա կամ ամուսնուդ վրա, շատ բաներ կան, որ դու կարող ես թողնել ուղղակի խզել կապերը, երբ որ մյուսի դուրը չի գալի ու նման բաներ, ամեն, ընտանիքի փոխհարաբերությունների մեջ գիտեք շատ կարևոր է, որ որոշ բաներ կան, ամեն մեկը իր գործը ճիշտ անի։ Դեռ չեմ խոսում ընտանիքի մեջ աշխատելու մասին, խոսում եմ հիմա փոխհարաբերության մասին, մի քանի խոսք էլ կնայենք։ Եփեսացիների 4-րդ գլուխ եւ կարդամ 25 խոսքը։ Նրա համար դեն գցելով ստությունը խոսեք ճշմարտություն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք։ Դեք խոսում է դեն գցելով ստությունը խոսենք ճշմարտություն եւ ասում է ամեն մեկը իր ընկերի հետ։ Ինձ թվում է, որ մարդու ամենալավ ընկերը ամուսինների մասին է խոսքը, իր կեսն է։ Եվ այնքան կարևոր է, որ ընտանիքում չկառուցվի ամեն բան ստի վրա։ Ստուտը դա լավ չի։
Սուտը դա Աստծուց չի։ Անկամ Աստվածաշունչը ասում է, որ ստի հայրը սատանան է։ Իսկ Հիսուսն ասեց, ես եմ ճշմարտությունը։ Դրա համար շատ կարևոր է, որ քո ընտանիքում, քո ամուսնու հետ, քո փոխհարաբերությունները եւ ամեն բան կառուցես ճշտի վրա։ Եթե անգամ սխալներ եք թույլ տալի, դեք դժվար չի։ Երբ որ առանձին եք լինում, ու գիտես, ուղղակի ասես կներես, ես այս հարցում սխալ եմ եղել։ Սխալ եմ եղել։ Ես այսպես էի մտածում, դրա համար սխալվել եմ։ Ու նորմալ ամուսինները, երբ որ իրար հետ կիսվում են, եւ հոգեվոր, եւ մտավոր, եւ խնդիրների շուրջ, եւ ամեն կողմից իրար շատ լավ հասկանում են։ Շատ կարևոր է, որ ստի վրա չկառուցես ոչ մի բան։ Ամեն։ Եվ նույն Եփեսացիների 4-րդ գլխի 29 խոսքն եմ կարդում. ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ այն, որ բարի է շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին։ Ոչ մի գեշ խոսք դուրս չգա քո բերանից։ Այսի արդեն շատ մեծ խնդիր կա։ Այսօր մենք մեր շրջապատում, չէ, տեսնում ենք շատ լուրջ խնդիրներ, երբ որ ընտանիքում հայոյում են, երեխաների դեմ հայոյում են, իրենց կանանց, անգամ հայոյում են այսօր ծնողները, զավակներին, խոսքը ասում է ոչ մի գեշ խոսք դուրս չգա քո բերանից։ Կամ շատ անգամ կանայք անիծում են։ Անիծում են իրանց կյանքը, անիծում են իրանց ամուսնուն, գնաս էլ չգաս, մեռնես պրծնենք, դեք ստանք շատ լուրջ, բայց իրականություն է մեր շրջապատում, մեր կյանքում։ Ես որ մեկ նայում եմ, ասում եմ Տեր ջան, ինչքան լավ է, որ ես ապաշխարել եմ։ Ինչքան լավ է, որ ես ապաշխարել եմ։ Որովհետև եթե ես ինքս ապաշխարած չլինեի, հաստատ կհայոյեի։ Ու չգիտեմ ինչ որ բաներ կարող է թույլ տայի ես իմ կյանքում։ Եկեք ուղղակի մաքրենք մեր լեզուն, մաքրենք մեր մտքերը, մեր բառերը, մեր ընտանիքում սեր խոսենք, միաբանություն խոսենք, ոչ թե հայոյենք կամ անիծենք, ամեն։ Դա Աստծուց չի, սիրելիներս։ Աստված ուզում է, որ մենք սուրբ ընտանիք կառուցենք։ Ամեն։ Նաև խնդիրը մեկ տեսնում ենք նրանում, որ հավաքված են կանայք, ընկերուհիներով, հարևանուհիներով, մի բաժակ սուրճ են խմում ու հանգարց մտնում են ընտանիքի այս թեմայից, չգիտես որտեղ հասնում են։ Ասեմ ձեզ, շատ մի խորացեք, շատ մի փնոբեք, շատ մի մեղադրեք, շատ մի դատեք։ Բայց ամենացավալին դրա մեջ գիտեք, որ նա երբ որ ինչ որ մեկը իր ամուսնու թերությունները բացում է ու սկսում է խոսել։ Երբ որ մեկը ասեմ ձեզ ավելի վատ, իրենց սեռական կյանքն են բացում ու սկսում են խոսել, կամ հակառակ ամուսինը նստած է տղամարդկանց հետ, նստում են, չգիտեմ, խմում են կամ ինչ որ քեֆ են անում ու սկսում են իրենց կնոջ կյանքը բացել այդ ընկերների մոտ։ Դա ինչքան վատ ու ինչքան վատ հետևանքներ ու վատ բաներ կարա լինի սերնես։ Գիտեք, մարդը իր կողակցի մերկությունը բացում է, մի բացիր քո կնոջ մերկությունը քո ընկերների մոտ, մի բացիր քո ամուսնու մերկությունը քո ընկերուհիների մոտ, քո հարևանուհիների մոտ, որովհետև այն որ դու պատմում ես իրանց մոտ, այդ պատկերները սա գալիս են։ Եվ վատը, եւ ամեն բան, երբ որ դու սկսում ես պատմել, իրանք սկսում են այդ աչքերով արդեն տեսնել։ Քո ամուսնուն կնայեն, քո հարևանուհիները, քո ընկերները ու գիտեք ինչ կտեսնեն դրսում ամենտեղ։ Կտեսնեն ինչ որ դու պատմել ես։ Ինչեւ անգամ են սեռական կյանքը։ Դա պղծություն է։ Աստված ուզում է, որ մենք ուշադրություն դարձնենք։ Դեսնեն սրանք մանրուքներ են, բայց նման բաները լինում է ընտանիքում խնդիրներ, պատճառներ, դառնում է հետո բաժանություններ։ Բայց Աստված ուզում է, որ ամեն ընտանիք ունենա իր ջերմությունը, աստվածայինը, սերը եւ միաբանությունը։ Հալելույա։ Նույն Եփեսացիների 5-րդ գլխում 21 խոսքից եմ կարդում. իրար հնազանդ եղեք Աստծո վախով։ Կանայք հնազանդվեցեք ձեր մարդկանց, ինչպես Տիրոջը, մարդը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն է եկեղեցու գլուխը։ Եվ ինքն է մարմնի փրկիչը, ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ հնազանդ եղեք։ Մարդիկ սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն է սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նրա համար։
Խոսում ընտանեկան իրավիճակի դրվածքի մասին, որ լինի հնազանդություն եւ տղամարդիկ սիրեն իրենց կանանց։ Ամեն։ Եվ 26 խոսքից կշարունակեմ մինչև 29 խոսքը, որ նրան սրբացնի մաքրելով ջրի ավազանով խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խոշորություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։ Այնպես էլ դուք մարդիկ սիրեն իրենց կանանցը, ինչպես իրենց մարմինները, ով որ իր կնոջը սիրում է, իրեն է սիրում։ Վասնզի ոչ ոք իր անձը չի ատել, այլ կերակրում է, պահպանում է նրան, ինչպես Տերն է եկեղեցին։ Ոչ ոք իր անձը չի ատի, չէ՞։ Ինքը պահպանում է, խնամում է, հոգատանում։ Շատ կարևոր է, որ մենք մեր ընտանիքը պահպանենք, պահպանենք, խնամք տանենք եւ հոգանք։ Դա նման է կարծես մի հատ բույսի, մի հատ ծառի, կարծես դու ունես այգի ու այդ այգին ոնց ես անում, դու պահպանում ես, չէ՞, ցանկապատում ես, պահպանում ես, որ չմտնեն, չվնասեն, չջարդեն, խնամք ես տանում եւ հոգում ես։ Ընտանիքը նման է դրան սիրելիս։ Ամեն։ Խնդրեմ, որ իրա բառաբանությունը բարձրանա։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ կարդամ 7-րդ խոսքից։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Նմանապես մարդիկ իմաստությունով բնակվեք նրանց հետ, ինչպես տկար անոթի։ Կանանց պատիվ տալով իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, որ ձեր աղոթքը չխափանվի։ Այդ խոսքը ասում է, որ իմաստությունով արվեն կանանց հետ։ Իմ կյանքում շատ անգամ եղել է ժամանակ, երբ որ ես իրոք աղոթել եմ, ասել եմ Աստված ջան, տուր ինձ իմաստություն։ Տուր ինձ իմաստություն վարվելու իմ կնոջ հետ։ Ինը ինչ որ տեղ զգացմունք այն է։ Պայտակ իր տրամադրությունը բարձրանում է, իջնում է։ Ու երբ որ կնոջ տրամադրությունը լավ չի, ընտանիքում մթնոլորտն է լավ չի։ Նկատել եք։ Մտնում ես տուն, անկախ քեզանից բարկանում ես, մի տեսակ բարկություն է, ագրեսիա է։ Մի քիչ ուղղակի sense համբերում ես, մեկ էլ ջոգում ես երեխեքի ու կնոջ մեջ բոյ է այդում, ասես կռիվ է այդում։ Ասում ես կթարմա դե։ Դեք ու երբեմն դարձնում է տղամարդու վրա։ Մենք պետք է ուշադիր լինենք ու կանգնեցնենք ամեն չար բան մեր ընտանիքում։ Սերի տղամարդ, երբ որ դու տեսնում ես նման բանը, պետք չի կռիվ անես։ Դու պետք է փորձես կանգնեցնես, դու պետք է փորձես ինչ որ մի բան, որ կնոջը բարկությունը հանգցնես։ Դեք ասма խոսք ասма տկար ինչպես նրանց պատիվ տվեք, ինչպես տկար անոթների։ Շատ ժամանակ դուրս են գալի, ասում են գնացինք, որտեղ։ Միտեղ գնացինք։ Նստում ենք մեքենա, ինչ որ պատճառ են գտնում ու գնում ենք։ Հայաստանի այն մի ծերը։ Այդ մենք մեղր դերում։ Գնում ենք, բնությունով շրջում ենք, ինչ որ միտեղ նստում ենք, հաց ենք ուտում։ Կապ չունի, քանի տարվա ամուսիններ եք։ Պահպանեք մտերմությունը, պահպանեք շփումը կապը։ Ու ամբողջ օրը անցկացնում ենք, գալիս ենք, դուրը բացում ենք ու տեսնում ենք երեխեքը սենց կամ խելոք են կամ խառնվել են իրար։ Տարբեր պահեր կա։ Դեք շատ ժամանակ, տեսեք, երբ որ խոսքը մենք արդացինք, ասում եմ մարդ ու կին մի մարմին։ Վերջերս մտածում էի դրա վրա։ Հետաքրքիր էր էլի։ Մի մարմինը մարդ պետք է զգա վերապրի։ Երբ որ ամուսնանում է, ցենց ֆոկուսի նման չի դառնում մի մարմին։ Չի կարա դες լինի։ Տարիներ շփում, վիճաբանություն, կռիվ, հետո հաշտություն, բաժանություն չէ, հետո հաշտություն, հետո նորից սեր, երեխաներ։ Ու ամուսնությունը նման փուլերով գնում է։ Հալած յուղած չի։ Հալած յուղած չի։ Գիտեք, ընտանիքը դա մի վայր է, որտեղ անընդհատ աշխատանք է դնում։ Անընդհատ աշխատանք է դնում։
անընդհատ փոխհարաբերություններ, անընդհատ սերա։ Եվ այդ մի մարմին հասկացողությունը դա գիտե կամած ինքը կարծես միաձուլվում է։ Երբ որ դու արդեն կես բառից, դուք իրար կես բառից հասկանում եք, երբ որ դուք կողակիցը տխուր է, դու հասկանում ես ինքը խիա տխուր, ուրախա խիա ուրախ, կամ ինչ անես, որ իրան ուրախացնես։ Ներքուս դու զգում եք, մեկի զգում եք, որ կես եք, իրականում զգում եք, որ կես եք, բայց այն ընտանիքը, որ իրար հետ միաբան ճանապարհ չեն անցել, ես չգիտեմ, իրանք կզգան դա թե չէ, երբ որ բաժանված են, բայց դա ցավ է։ Բայց ամենացավալին այն է, որ նորից եմ ասում, սիրելիներ, որ շատ մարդիկ իրանք անցել են շատ երկար ճանապարհ, կառուցել են ընտանիք, երեխաներ մեծ են, բայց հասնում է մի ժամանակ, որ բաժանվում են։ Ինչու համար բաժանվել, սիրելիներս։ Գիտեք, ինչու համար, որ նայում ես տեսնես հարևանիդ կին ավելի սիրուն, հա, կամ հարևանիդ ամուսինը փողա տերա, չգիտեմ, լավ մեքենա է քշում, մարդու արժեքը դրա մեջ չի սիրել, դրանք միջոցներ են, այսօր դու չունես փող, կունենաս, այսօր դու չունես լավ մեքենա, կունենաս, բայց մի կորցրու ընտանիքդ, ու եթե դու հիմա լսում ես ինձ, ու դու մտածում ես ինչ անես, առաջինը արի Տիրոջ առաջ, խնդրի Աստծուց, որ Աստված վերականգնի, բժշկի եւ նորոգի։ Ամեն, եկեք կանգնենք աղոթքի։ Ու մենք կանգնենք աղոթքի, ու ես կուզենամ աղոթեմ, որ Տերը կպնի ընտանիքներին, ու գա բժշկություն վերականգնում, ու եթե դու անգամ ես դիտում եք, կուզենամ, որ ուղղակի մի պահ ստոպ տաս, կանգ առնես ու մի հատ հասկանաս։ Եթե դու կարող ես փրկել քո ընտանիքը, կարող ես փրկել քո կնոջը կամ ամուսնուն, գնա դրան։ Դեք Աստված ասես լավ չի, որ մարդը մենակ մնա։ Եթե դու բաժանվես, միևնույն է, ինչ ձևի ուզում ես դու ապրի, ում հետ ուզում ես շարունակի կյանքդ, դու լինելու ես միայնակ։ Ու այդ միայնակությունը կարա քեզ տանի կործանում, կարա տանի թմրադեղերի մեջ, տարբեր իրավիճակների մեջ, ու քո կյանքում ավելի վատ կարա լինի։ Բայց երբ որ դու կանգնում ես ու խնդրում ես Աստծուն, որ Աստված գա ու խառնվի քո ընտանիքի մեջ, Տերը կարա հրաշքանի։ Ամեն։ Մենք հիմա կաղոթենք դրա համար։ Ամեն։ Հալելույա երկնային Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Բերում ենք քո առջև Տեր, մեր ընտանիքները Տեր, եւ այն մարդիկ, ովքեր հիմա կլսեն մեզ, Տեր իմ Աստված, հրավիրում ենք քո սուրբ ներկայությունը Տեր, այդ ընտանիքներում եւ բոլոր մեր ընտանիքներում։ Խնդրում ենք քեզ Տեր, որ դու ներես մեզ Տեր, ամեն մեկին, ամեն մի սխալների համար Տեր, ապաշխարում ենք, խնդրում ենք, որ մաքրես ու սրբացնես Տեր, մեր ընտանիքները։ Եվ խնդրում ենք Տեր վերականգնես ամեն մեկի կյանքը, վերականգնես ամեն մեկի ընտանիքը։ Հիսուս Քրիստոսի անունով Տեր։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջ։